Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ, մերոնք շարքը բարև ձեզ։ Ինչպես եւ չգիտեմ, խոստացել էի թե չէ, բայց հնարավորություն ընձեռվեց գալ Հայաստանի ազգային հերոս Քրկ Քրքորյանի Շիրիմին այցի։ Համի զարմացեք, սա Քրկ Քրքորյանի եւ իր հոր Շիրիմն է։ Այստեղ օրենք կա, կարգ կա, մեկը մյուսի վրա են նաեւ ուղարկավորում 1890 թվականին Խարբերդից Քրկ Քրքորյանի ընտանիքը գաղթում է ու հասնում Ֆրեզնո։ Քրքի հայրը մրգավաճառ է լինում։ Ծայրը ծայրին դժվար են հասցնում։ Հետո 21 թվականին 1900 երբ այսպես ասած տնտեսական աղետ է առաջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ապրուստի համար, ապրելու համար Ֆրեզնոից գալիս են Լոս Անջելես։ Քրքը 9 տարեկանից աշխատում է։ 9 տարեկանից Քրքը գումար է վաստակել, որ իր ընտանիքին օգնի։ Սովորել է մինչև 8-րդ դասարան։ 8-րդ դասարանից հետո թողել է դպրոցը, ընդունվել տեխնիկում, զբաղվել ուրեմն բռնցքամարտով։ Պատկերացնում եք։ Այս մեծ դժվարությամբ Քրքը իր հնարավորություններն աշխատել է։ Մինչև 35 տարեկանը Քրքը այսպես մանր գործարարությամբ է փորձել զբաղվել։ 35 տարեկանին համաշխարհային պատերազմին է մասնակցել։ Համաշխարհային պատերազմի օրերին Քրքը օդաչու է աշխատել։ Քրքը գնացել է ամենառիսկային վայրերը, որտեղ հետ վերադարձի կամ տեղ հասնելու հավանականությունը նվազագույն տոկոսներ էին։ Այսպես ու իր հայկական ծագումին ու անունին ու կոչումին համահունչ Քրքը երբ դարձավ, այսպես ասած, ավելի կայացած մարդ, ավելի կայուն մարդ, Քրքը ամեն ինչ արեց Հայաստանի Հանրապետության համար։ 2007 թվականի տվյալներով Քրկ Քրքորյանի հնարավորությունը գնահատվել է 15 միլիարդ դոլար։ Քրքին են պատկանում Լաս Վեգասի հյուրանտների, հյուրանոցների եւ խաղատների շուրջ 40%-ը։ Ահա, այսպեսին է եղել մեր մեծ հայրենակիցը։ Բայց հիմա պիտի գանք, այսօր ես պիտի խոսեմ ոչ միայն Քրքից, այլ Հայաստան սփյուռք հարաբերություններից, մեր վերաբերմունքից։ Քրքը լիսի հիմնադրամ ստեղծեց։ Լիսի հիմնադրամով այդ 22 տարվա մեջ 1 միլիարդ դոլարից ավել Քրկ Քրքորյանը փոխանցեց Հայաստանին։ Տարբեր ներդրումների տեսքով, ճանապարհներ, մշակութային տներ, առանձին շուրջ 21 միլիոն մեծ ու փոքր բիզնեսի զարգացման համար ներդրում արեց Քրքը։ Արցախում հարյուրավոր միլիոններ, Արցախ հիմնադրամին տվեց 100 միլիոնավոր դոլարներ։ Պատկերացնում եք, տեսնես Բակո Սահակյանը բանը հիշում են, Ռոբերտ Քոչարյանը հիշում է։ Ու տեսեք, Սփյուռքի հետ մեր հարաբերությունները մի մեծ անջրպետի առաջ են կանգնած, երբ այստեղ եմ մարդիկ, ովքեր դառն աշխատել են եւ տարիներ շարունակ փորձել պիտանի լինել Հայաստանին, այսօր ասում են փոխանցեք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ բոլոր նրանց, ովքեր մեր դառն աշխատածը, մեր դժվար աշխատածը հայրենիքի համար ուղարկել էինք, ովքեր կերել են, այստեղ Ամերիկաներում ձեր երեխեքը, ձեր վիլաները չեն վայելելու։ Ասում են, մենք ձևը գիտենք, ինչ կանենք։ Նրանք չեն վայելելու, նրանք Հայաստանը կերան։ Քրքը 2011 թվականին վերջնականապես փակեց լիսի հիմնադրամը, եկավ Հայաստան, Հայաստանի իշխանությունների հետ Ռոբիկն ու Սերժիկը մեծ խնդիր ունեցավ, տեսավ, որ սրանք գող են, ավազակ են, պարզապես թալանում են իր տվածը, ոչ թե Հայաստանն է ծաղկում, այլ իրենք, եւ ուրեմն փակեց լիսի հիմնադրամը։ Հիմա այստեղ եմ, այստեղ դուք պատկերացնում եք, գնացեք գերեզմաններ տեսեք, Քոչարի Թիկնազորի պետից սկսած, դրանց շիրմաքարերը որ տեսնեք, կիսանդրիները որ տեսնեք, լացները կգա։ Ու ժողովուրդը սփյուռքը այստեղից դա տեսնում է։ Այնտեղ տեսնում են։ Ու մենք այս խնդիրը պիտի կարողանանք ազգովի լուծենք։ Այստեղ Քրքի
շիրմաքարը, քրքի շիրիմը մի տեսակ տաղավարի պես համարեք այստեղ ու կխոսենք այդ թեմաներով, շատ կարևոր է։ Շատ կարևոր է հավատի վերականգնումը։ Քրքը ինչ էր անում։ Քրքը իր դառն աշխատանքը Հայաստան էր ուղարկում, որպեսզի Հայաստանը ծաղկի։ Բայց ինչ արեցին մերոնք։ Ինչ անջրպետ ունենք։ Այդ անջրպետը մենք մի տարբերակ ունենք։ Մենք պիտի իրար վստահենք։ Հայաստանը խաբեց Սփյուռքին, կարող ենք ասել։ Այսօր որոշ մարդիկ ասում են, դե գիտեք ինչ, Սփյուռքին ճիշտ չեք օգտագործում Սփյուռքի ներուժը։ Սփյուռքի ներուժը հավատով են օգտագործում։ Սփյուռքը այսօր ու միշտ ու հավերժ պատրաստ է Հայաստանի կողքին լինելու, բայց Սփյուռքը չի ուզում, որ իր գումարները փոշիանան։ Հանկարծ գալիս է վճռական պահը ու երազած հզոր Հայաստանից մեկ էլ տեսնում ենք հզոր մի քանի անհատներ են, ովքեր լափել են մեր երկիրը։ Ահա, այստեղ է խնդիրը։ Պատկերացրեք 10 միլիոն սփյուռք ունենք աշխարհով մեկ, որ 7 միլիոնը ասենք, համարենք, չգիտեմ, էլի, այդքան շատ հայ չեն կամ գործ չունեն մեր հետ, այն 3 միլիոնը շաբաթական $20 գումար, որ վճարի, եւ իրենց այսպես ասած ծանրություն չի լինի եւ շուրջ $5 միլիարդ տարեկան մենք հանգիստ կունենանք Հայաստանը զարգացնելու հնարավորություն։ Բայց Սփյուռքի հետ այո աշխատել է պետք։ Գիտեք, այս օդանավակայանին մոտ պատահական չի, քանզի քրքը օդաչու է եղել։ Այսպես իր ինքնաթիռների ձայները անընդհատ ինքը լսում է։ Եվ այսպես Սփյուռքի ու մեր միջև միջնորդ է պետք։ Այն հին միջնորդները այլևս իրենց սպառել են։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ փորձեցին Սփյուռքից ընդամենը փողեր տանել, բերել Հայաստան, իրենց սպառել են։ Եվ ահա թե ինչու այսօր փոխադարձ մի, այսպես ասած, անվստահության մթնոլորտ կա։ Բան չունեմ ասելու, վերջերս Նիկոլ Փաշինյանը փորձեց ասել, ասանք դուրս եկավ անանք, խոսեց մարդկանց մասին, ովքեր իբր թե դե եկեք Հայաստանում Հայաստանը սիրեք։ Դա հնարավոր չի։ Սփյուռքը նպաստում է, որպեսզի Հայաստանը ավելի հզոր լինի։ Ոչ միայն փողով, իր տեսակով, իր մնալով, ոչ ոքին մեղադրել պետք չի։ Միակ մեղադրանքը գուցե, միակ դժվարությունը, որ հարցը մարդիկ իրենք պիտի տան։ Երբ պատերազմի մեջ էր Հայաստանը, բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակ դուրս եկան, իրենց խիղճը իմ տան վրա արձակվել են, ես թողնում եմ ու փախչում կամ թողնում եմ ու գնում, չգիտեմ ինչի համար, Աստված բոլորին դատավոր, ես չի, որ պիտի ասեմ, բայց բնականաբար տարբերություններ կան։ Ես այսօր այստեղ մարդիկ եմ տեսել, հանդիպել, օրը 10 ժամ, 12 ժամ աշխատում են, այսպես ասած շան քթից ջուր խմելով, քանզի Հայաստանում տղա ունեն ամուսնացնելու, ուզում են, չգիտեմ, իրենց երեխաների ինչ-որ հարցեր լուծեն, այնտեղ չի տրվում դա, ոչ ոքին մեղադրել պետք չի, բայց այդ բոլորը, այդ 10 ժամ աշխատողն անգամ, այդ դառն աշխատանքից, հենց որ անունը տալիս են, որ Հայաստանում խնդիր կա լուծելու, հանում է, չգիտեմ, այդ $100 եւ ուղարկում Հայաստան։ Ուղարկում են հույսով, որ Հայաստանում դա տեղ կհասնի, որ մի սիրուն ներդրում կլինի, որ ճշմարիտ կլինի, բայց պարզվեց, որ 20 տարի որոշ ապրանքներ մեր երկրի եղած չեղածը լափել են։ Այսպես, ինչ էին ասում քրքի մասին, ասում էին ամենահամեստ միլիարդատերը։ Քրքը շատ շփվող չէր, քրքը գործ անող էր, եւ այն գործը, որ արեց Հայաստանում, ավաղ վերջում քրքը արգելեց իր մահից առաջ կտակ էր թողել, որ Հայաստանի որևէ նախագահ իշխանությունները հանկարծ իր թաղմանը չգան։ Այն որ մարդը այնքան վատ է լինում, ասում ես, որ մեռնեմ իմ թաղումին չգաս, էլի խնդրում եմ, այդ ինչքան պիղծ ես։ Այդքան պիղծ էին, որ քրքը այդ կտակը գրեց։ Քրքի գերեզմանի տեղը շատերը չգիտեն։ Բայց մեմորիալ չսարքած։ Էս է քրքը։ Իր ամբողջ էությամբ, բովանդակությամբ, միլիարդատեր, այսօր էլ հայտնի ունեցվածքների տեր իր ժառանգներով, քրքը դեռ կտակը չեն բացել, Հայաստանին ասում են, էլի կտակ է թողել։ Հիմի գանք մի քիչ էլի մեր իրականությունից։ Երբեմն ես քննադատում եմ Դաշնակցություն կուսակցությանը։ Ես այսօր ասեմ իլուր բոլորի, Դաշնակցությունը
ամբողջ Սփյուռքով մեկ ամենամեծ հայապահպան գործն է արել տարիներ շարունակ։ Դաշնակցությունը Եվրոպաներից սկսած արաբական երկրներից շարունակած Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանգրվանած բոլորին հանդեպ հայապահպան մեծ աշխատանք է արել։ Բայց ժամանակը փոխվեց։ Ինչ որ մարդիկ Հայաստանում դաշնակցության պարագլուխներ են։ Եվ այստեղի դաշնակցությունը, որ հաճախ օգնում է այնտեղի դաշնակցությանը, մի անգամ ձայն չբարձրացրեց դրանց ասի, «Էս ինչ եք անում»։ Էս ոնց կանգնեցիք հանցագործների կողքը, էս ոնց երկիրը ուրացողների կողքը կանգնեցիք, էս ոնց դուք էլ հարստացաք, դուք բիզնեսի եք եկել, Հայաստանը դաշնակցության համար բիզնես է, էստեղի տղերքի խոսքը կուզեի լսել, էստեղի կուսակցական, այսպես ասած, կշտամբանքը կուզեի լսել, որպեսզի հասարակության մոտ հավատը վերականգնվի։ Այն ինչ մենք այնտեղ տեսնում ենք, դա դաշնակցություն չի։ Դա անգամ դաշնակցության թերմացքը չի։ Այն մոտեցումը, որ այդ մարդիկ 20 տարի լափեցին երկիրը երկու բախտախնդիր ստահակի հետ, եւ այսօր ասում են եկել ենք երկիրը փրկենք, ժողովրդին հավատ չի ներշնչում։ Ուզում եք ժողովուրդը հավատուն, եկել եմ այստեղ քրքի շիրիմի մոտ եմ ասում, այստեղի դաշնակցությունը պիտի գնահատական տա այնտեղ տեղի ունեցածին։ Պիտի գլխովին փոխվի, որ մարդիկ ապրեն, որ մարդիկ հավատան, առանց հավատի չի լինելու։ Այնպես ինչպես ասացի, Նիկոլ Փաշինյանը ասանք կուզեր ասել, անանք դուրս եկավ։ Բոլորս վրդովեցին, այստեղ են մարդիկ վրդոված։ Բայց ելի եմ ասում, շտկել է պետք ամեն ինչ։ Շտկել է պետք, մենք չենք կարող ցաքուցրիվ, այսպես, առանց հոգևոր թելերով իրար հետ կապված, միայն դրամական օժանդակություններով Հայաստան պահել կամ Սփյուռք ունենալ։ Ամեն ինչ գլխիվար շուռ կգա, արդեն շուռ եկած է։ Դրա համար կոչես տեղի հայրենադաշնակներին, հնչակներին, մնչակներին, չգիտեմ, այն ինչ այնտեղ պակաս են արել ձերոնք, այդ շտկեք եւ բարձրաձայնեք։ Ես ինչու ասացի կաթողիկոսի այոց Գարեգին Բ-ին, ասացի Գարեգին Բ, հասկանում ես այսքան տարի, 20 տարի գողերի ձեռքն ես բռնել, լինելով Աստծո մարդ, տեսել ես ժողովրդիդ այնտեղ ծեծում են, տեսել ես ժողովրդիդ կեղծում են, դու գնացել ես գողերին շնորհավոր, բա դու պարտավոր չես, բան փոխվեց, ասա վախեցել եմ, ասա Աստծուց ներողություն եմ խնդրել, դու Աստծուն ես պղծել։ Այսպես պիտի բոլորս կարողանանք մեր բաժինը ասենք, որ ժողովուրդը սկսի ներել մեզ, ներել նրանց, ովքեր պատասխանատու էին, մտածել ներելու մասին, մտածել, որ այս մարդը փոշմանել է, այս մարդը, այո, եւ բնականաբար գողոններ պիտի հետ բերեն, ես որ ասում եմ ներել, ի նկատի չունենք, որ Քոչարյանի երեխեքը այստեղ Ամերիկայում վիլաներ ունեն, ոնց պիտի լինի, կամ չգիտեմ, Սերժի, Սաշիկը եւ այլն եւ այլն։ Այո, այդ բոլորը պիտի վերականգնել Ես մարդիկ, կուսակցությունները իրենց 130 տարվա եւ չգիտեմ տարիների վաստակը քոր կոպեկի չպիտի սարքեն երկու գող ավազակի համար։ Հայաստանը ամուր է լինելու, քրք չան, Հայաստանը ապրելու է։ Քրքն ուզում էր, մենք բոլորս երազում ենք եւ հավատացեք, աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Աստված հոգին լույսերի մեջ պահի։ Մեր բոլոր մեծ հայերի, մեր բոլոր այն երազող հայերի, ովքեր երազում են ազնիվ, մաքուր, հզոր Հայաստանի մասին, ովքեր երազանքից գործի են անցել, ինչպես քրքը, եւ այդ դառն աշխատանքը հասցրել Հայաստան։ Էլի ենք ծաղկացնելու Հայաստանը, էլի պիտի հզորանանք եւ այս անգամ վերջին անգամ։ Նայում ես Ամերիկան, մի ինչ որ նախագծով, մի ինչ որ հրաշքով, բոլորը այս խառնանում ապրում են հաշտ ու խաղաղ, բոլորը այստեղ ծաղկում ու զարգանում են, այսինքն օրենքները կարգավորում են, օրենքի հետ գործ չունենալ, եւ օրենքն էլ լավն է, մարդկանց ձեռնտու է եւ վերջ։ Այսպիսի Հայաստան պիտի ունենանք։ Ահա, այսպես, այսքանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեծ բարերար ազգային հերոս Քրկ Քրքորյանի շիրիմից։ Ամեն ինչ լավ է լինելու։ Առողջ կացեք։